Հոգու և մարմնի կապը մարդու ամբողջական գոյության հիմքն է։ Մարմինը մեր ֆիզիկական կողմն է, այն ինչ տեսանելի է, շոշափելի և ենթակա է բնական օրենքներին, իսկ հոգին մարդու ներքին աշխարհն է, զգացմունքների, մտքերի, արժեքների և ինքնագիտակցության կենտրոնը։ Այս երկու տարրերը անբաժան են և մշտապես փոխազդում են միմյանց հետ։ Երբ մարդը զգում է սթրես, տխրություն կամ անհանգստություն, դա անմիջապես անդրադառնում է մարմնի վրա, առաջացնելով հոգնածություն, լարվածություն կամ նույնիսկ հիվանդություններ։ Նույն կերպ, երբ մարմինը առողջ է, հանգիստ և խնամված, հոգին նույնպես ավելի ներդաշնակ և խաղաղ է լինում։ Հոգու և մարմնի կապը կարելի է պատկերացնել որպես մի ամբողջություն, որտեղ յուրաքանչյուր մասը ազդում է մյուսի վրա։ Մարմինը հոգու տունն է, իսկ հոգին այդ տան բնակիչը։ Եթե մեկը անտեսվում է, մյուսը նույնպես տուժում է։ Այս կապը պահպանելու համար կարևոր է հավասարակշռություն ստեղծել, հոգ տանել թե ֆիզիկական առողջության, թե հոգևոր աշխարհի մասին, այսինքն ինքնաճանաչում, հանգստություն, դրական մտածելակերպ։ Հոգու և մարմնի այս փոխկապակցվածությունը չի սահմանափակվում միայն անհատի ներքին աշխարհով, այն արտացոլվում է նաև մարդու հարաբերությունների, ստեղծագործության և հասարակության մեջ։ Երբ մարդը ներդաշնակության մեջ է իր հետ, մարմնով և հոգով, նա ավելի ընդունակ է դառնում ընկալելու շրջապատող աշխարհը, ավելի կարեկից և արդյունավետ։ Եվ հակառակը, երբ հոգևոր անհավասարակշռությունը կամ ֆիզիկական հյուսվածությունը գերակշռում է, մարդը հաճախ կորցնում է իմաստի զգացումը, նպատակները մթագնում են, իսկ հարաբերությունները դառնում են լարված։ Ժամանակակից գիտությունը հաստատում է այս հին ճշմարտությունը։ Պսիխոսոմատիկա անվանունով բժշկության ճյուղը ուսումնասիրում է, թե ինչպես են հոգեկան վիճակները ազդում ֆիզիկական առողջության վրա։ Օրինակ, երկարատև սթրեսը բարձրացնում է կորտիզոլի մակարդակը, որը թուլացնում է իմունային համակարգը և կարող է հանգեցնել սրտի հիվանդությունների, մարսողական խնդիրների կամ խռոնիկ հոգնածության։ Մյուս կողմից, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, սպորտ, զբոսանք, յոգա խթանում է էնդորֆինների և սերոտոնինների արտադրությունը, բարելավելով տրամադրությունը, նվազեցնելով անհանգստությունը և նույնիսկ օգնելով ավելի խորային ինքնաճանաչման գործընթացում։ Հոգևոր պրակտիկաները ևս կարևոր դեր են խաղում հավասարակշռության մեջ։ Մեդիտացիան, աղոթքը, երախտագիտության պրակտիկան կամ պարզապես լռության մեջ ընկղմվելը օգնում են հոգուն գտնել իր խաղաղությունը։ Այս պրակտիկաները չեն պահանջում կրոնականություն, այլ պարզապես ուշադրություն դարձնել ներքին ձայնին։ Մարդը, ով սովորում է լսել իր հոգին, ավելի հեշտությամբ է ընդունում մարմնի ազդանշանները հոգնածության, ցավի կամ ուրախության տեսքով։ Փիլիսոփայության պատմության մեջ այս թեման միշտ եղել է կենտրոնական։ Արիստոտելը խոսում էր հոգու, որպես մարմնի ձևի մասին, ընդգծելով նրանց անբաժանելիությունը։ Արևելյան ավանդույթներում, ինչպես յոգայում կամ չինական ավանդական բժշկության մեջ, չի կամ պրանա էներգիան համարվում է կամուրջը մարմնի և հոգու միջև։ Այս մոտեցումները մեզ սովորեցնում են, որ իսկական առողջությունը ոչ թե միայն հիվանդությունների բացակայությունն է, այլ ամբողջական ներդաշնակություն։ Ի վերջո, հոգու և մարմնի կապը մեզ հրավիրում է ավելի գիտակից կյանք վարելու։ Ամեն օր մենք ընտրություն ենք կատարում՝ ուտելու որակյալ սնունդ, թե անտեսելու մարմնի կարիքները, շնչառության վրա կենտրոնանալու, թե թույլ տալու մտքերին մեզ տանել անհանգստության մեջ։ Այս ընտրությունները մեզ փոքր են թվում, բայց կուտակվելով կառուցում են մեր գոյության որակը։ Միայն հավասարակշռված մարդն է ի վիճակի լիովին զգալ կյանքի խորությունը, և նրա ցավը, և նրա ուրախությունը։ Հոգին և մարմինը միասին են գրում մեր պատմությունը, իսկ մեր գործը այդ պատմությունը դարձնել ավելի ներդաշնակ և լուսավոր։